ինքս եմ առաջարկել, որ պատրաստ եմ ամեն բան անել, մնալ ու ապրել Արցախում, խորապես համոզված էի, որ Արցախի պահպանությունը կախված է բացառապես այնտեղ ապրող մարդկանցից, ոչ թե ես եմ գնացել Արցախ, որ ուշ տամ ինչ-որ բան անեմ, այլ Արցախն է իմ Արցախ գնալը եւ հենց Արցախը ինձ է ուշ տվել ապրելու, շարունակելու ապրել։ Այդ ճանապարհների յուրաքանչյուր թուփ սառ, այսպես փոս ինձ ծանոթ էր եւ այդ ամեն դժվարությունով հանդերձ երանի եմ տալի, որ այդ օրերը հետ կան։ Վստահ եմ, կասկած չունեմ, ամենք այնտեղ որտեղ ապրում են, կերտում են, նորից են այսպես վերականգնվում եւ այդ կամքի ուժը, որ արցախցիներն ունեն ապրելու, արարելու, շատ եզակի է։ Այնինչ կատարվեց Արցախի հետ արդեն 23 թվականին բացառապես արտաքին քաղաքական որոշումների արդյունք էր, եթե արցախցին հնարավորություն ունենար մնալու էր։ Տիկին Թանդիլյան, երբ այս հաղորդմանը մասնակցելու, Արցախի մասին խոսելու հրավեր ստացաք, առաջարկ ստացաք, ինչ զգացիք, ինչն էր առաջինը անցել ձեր մտքով։ Բոլոր այն հույզերն ու հիշողությունները, որոնք ունեմ Արցախի հետ, ու ցավոք սրտի առիթներ այդ մասին խոսելու, վերհիշելու եւ պատմելու քիչ են լինում, եւ բնականաբար առաջին բանը անպայման մասնակցելն էր ձեր հաղորդաշարին։ Շնորհակալ ենք։ Ես վստահ եմ Արցախում շատ եք եղել, Արցախը վաղուց եք ճանաչել, բայց ես ուզում եմ խոսել հետպատերազմյան այդ ծանր ժամանակաշրջանում դուք նշանակվեցիք Արցախի աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի հարցերի նախարար։ Ինչպես համաձայնվեցիք այդ ծանր շրջանում պատասխանատու ոլորտ ղեկավարել։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ Ես ինքս եմ առաջարկել, որ պատրաստ եմ ամեն բան անել, մնալ ու ապրել Արցախում, որպեսզի կարողանանք վերագտնել մեր կորցրած հայրենիքի մի մասը, որը մերն էր։ Եվ այդ ժամանակ ես, երբ որ նոյեմբերի 20-ին այցելեցի Արցախի ընտանիքի անդամների Երին ընկերոջ հետ, մենք խոսեցինք, հանդիպեցինք Արայիկ Հարությունյանին եւ ես ինքս եմ ասել, որ պատրաստ եմ ամեն տեսակով, ամեն ձևով ծառայել Արցախին, եթե դրա անհրաժեշտությունը կա այս պահին։ Եվ հենց այդ պահին էլ ու այդ ժամանակ եղավ առաջարկը։ Շատ հուզումնալից է ինձ համար հիշել այդ օրերը, որովհետև այդ օրերին Արցախում չկար ոչ մի հույս, լույս, ջեռուցում, ոչինչ։ Այսինքն դու գնում ես միտեղ, որտեղ տեսնում ես, որ ծանրագույն վիճակում է հայտնվել քո հայրենիքի մի մասը, մարդիկ այդտեղից գնացել էին հասկանալի պատճառով պատերազմի հետևանքով եւ պետք էր մի այսպես հույսի աղբյուր, որպեսզի նրանք վերադառնան, որովհետեւ ես խորապես համոզված էի, որ Արցախի պահպանությունը կախված է բացառապես այնտեղ ապրող մարդկանցից առաջին հերթին, երկրորդ հերթին նոր այլ դասավորություններից, այլ քննարկումներից, բայց եթե այնտեղ չկա հայ, ուրեմն Արցախը չի կարող լինել հայկական։ Եվ այս առաքելությունն եմ զգացել, երբ որ ստացել եմ առաջարկ արդեն համաձայնություն կարելի ասել գլխավորելու մի նախարարություն, որը իր նշանակությամբ միտված էր մարդկանց վերադարձնել Արցախ, ապահովել սոցիալական անհրաժեշտ պայմաններով, որպեսզի նրանք կարողանան հետ պատերազմյան Արցախում ապրել։ Դա ինձ համար մեծ պատիվ էր եւ ես դա վերաբերվել եմ դրան որպես առաքելություն։ Եվ պատերազմից հետո կար մի հանդիպում, որը շատ խորը հետք է թողել ձեր հիշողության մեջ։ Իրականում հենց նախագահականի նստավայրի այդ տարածքում ես տեսնում էի մարդկանց, ովքեր իրերով այսպես բարձված փողոցում կանգնած չգիտեին ուր գնալ եւ չգիտեին ինչ անել։ Հենց այդ մարդկանց հետ հանդիպումն է ինձ այսպես սառը ջուր լցրել, թե ինչի առջև ենք մենք կանգնած, իրականություն բերել, ցույց տալու, որ մարդիկ ուղակի վերադարձել են, բայց անգամ բնակվելու տեղ չունենալու պայմաններում։ Եվ սա ինձ համար շատ հուզիչ էր հասկանալ, որ արցախցիները պատրաստ են իրենց հողը պահել, միայն թե ստեղծվի այդպիսի հնարավորություն։ Այ հենց այդ հանդիպումը ինձ համար ամենահիշարժանն է եւ այդ ճանապարհը, որով եկանք եւ վերադարձանք, որպեսզի արդեն հավաքեմ իրերս եւ գամ Արցախ, ճանապարհին հանդիպած պատերազմի հետքերը, որոնք ես տեսնում էի հենց փողոցներում։ Ես կարծում եմ, որ այդպիսի տեսարանները լրիվ այլ
պատկերացում են տալիս եւ այլ ազդեցություն են ունենում քո ամբողջ կյանքի վրա, ինչն էլ եւ ինձ հետ տեղի ունեցավ։ Եվ մի րոպե անգամ երկմտելու առիթ չեղավ։ Ոչ մի բան, երբ որ ես դա առաջարկում էի, ես գիտեի, որ ամբողջովին նվիրվելու եմ, գալու եմ անել ինձնից կախված ամեն բան, շատերի համար հակասական որոշում, ինչ որ տարօրինակ իսկ ինչու գնաց, միգուցե արցախցի էր գնաց, ու ինձ անդադ հարցնում էին, դուք Ղարաբաղից եք, ասում եմ ոչ, ու նորից, իսկ կարողա պապերը, տատերը, ասում ոչ։ Իսկ արցախցիները ինչպես ընդունեցին։ Գիտեք, այդ հարցն էլ էր ինձ հաճախ տալիս։ Իրականում արցախցիները ճիշտ այնպես, ինչպես մեր յուրաքանչյուր հայրենակից վերաբերվում է իրավիճակին, նախ շատ ուրախ էին, զուտ ուրախության առումով, որ Հայաստանից մարդ է եկել Արցախ ու կմնա, եւ երկրորդ արդեն աշխատանքային, ինչպես յուրաքանչյուր աշխատանքային վայրում, հարցեր, պատասխաններ, քննարկումներ, որևէ հաճախ ասում էին, բայց այնտեղ հնարավոր է իրանց հետ աշխատել։ Ասում են հնարավոր է, այլև դա մի մեծ հաճույք էր, որովհետև մարդիկ նվիրված էին իրենց գործին, մնում էր աշխատանքային, նորմալ կառուցվածքներ ձևավորել ու կարողանալ աշխատել։ Եվ ձեր իրականացրած ծրագրերից ո՞րն եք համարում ամենահաջողվածը։ Ես իրականում իմ նպատակը այն էր, որ այնպիսի ծրագրեր իրականացնենք, որոնց արդյունքում մարդիկ պիտի վերադառնային Արցախ եւ հետեւաբար ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ բնակարանների թեկուզ վարձակալությամբ կամ փոխհատուցման բնականաբար տրամադրումը, որովհետեւ նույնիսկ շատերը ովքեր արդեն այդ պահին կորցրել էին իրենց տները Հադրութից, Շուշիից, նրանք պատրաստ էին վերադառնալ, մնալ այդ հատվածում Արցախի, որը հայկական էր եւ այդ առումով հենց մարդկանց տներով ապահովելը, ֆինանսական աջակցությունները, որոնք որ իրականացնում ենք ծրագրերը, բնամթերային տարբեր ծրագրեր են կարել, բայց շատ ինձ հոգեհարազատ էր 100 տուն Արցախում ծրագիրը, որը իրականում արդեն արել ենք նախարարության ժամանակ սկսել եմ, հետո շարունակեցինք, որպեսզի մարդիկ բնակարաններ ունենան, տներ ունենան, որովհետև ես տեսա, որ ամենակարևորը բնակվելու տեղ ունենալն է, մնացած ամեն զրկանքի նրանք դիմացող են եւ մենք այդ ծրագրերը նաեւ մեր գործընկերների հետ սկսեցինք, նախաձեռնեցինք, փորձեցինք իրականություն դարձնել, այո, որի մի մասը կառուցվեց, բնականը եւ արդեն հետո 23 թվականը եկավ եւ այդ իրադարձությունները։ Իսկ ամենամեծ բաց թողումը ո՞րն եք համարում։ Բաց թողում, գիտեք, այդ ժամանակ բարդ է ասել, եթե նայեմ ինչը այլ կերպ կանեի, թերևս այդ փուլում փորձել եմ անել ամեն բան վերադարձի համար եւ ինչ կար այլ հնարավորություն անելում, իրականում շատ կար ժամանակում 6 ամսում համարյա բոլորը, ով պիտի վերադառնար ու այդպես էլ վերադարձավ ու մնաց Արցախում, եկել էին 6 ամսվա ընթացքում։ Դա լուրջ ցուցանիշ է եւ մենք բոլոր սոցիալական ծրագրերով կարողանում ենք նաեւ անհատական ծրագրեր ունեինք հաշվառել այդ մարդկանց եւ երբ որ հնչեցրեցինք, որ 120,000 արցախցի արդեն իսկ վերադարձել է, բոլորի համար դա ցնցող մի արձանագրում էր, սակայն մենք դա գիտեինք հստակ մեր արած ծրագրերի միջոցով։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ մաքսիմալ ենք արել, երևի հարցը տանք ժողովրդին, մարդկանց ինչ բացթողումներ կային, ինչ կուզեին տեսնել ավելի, գուցե անհատական մակարդակում ինչ որ ակնկալիքներ կան, որ չեն բավարարվել, բայց գլոբալ առումով այն նշաձողը, որը դրվել էր, իրականում 6 ամսում իրականացրել ենք եւ հենց դա էր նաեւ նախագահի հետ պայմանավորվածությունը, որ ես կաշխատեմ առաջին կրիզիսային պայմաններում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում այն նույն պաշտոնավարում էր իմ գործընկեր Մեսրոպ Առաքելյան, որին ես վաղուց ճանաչում եմ եւ գիտեի նրա արդյունավետությունն ու արագությունը եւ մենք դա ակնհայտ է, որ Հայաստանի հետ կապ պիտի ունենար սոցիալական երկու նախարարությունները եւ մենք երկուսով կարողացանք մաքսիմալ արդյունավետությամբ մեր ժամանակը ծառայեցնել Արցախին, որտեղ մենք գիտենք նաեւ, որ երկար առնվազն Մեսրոպ Առաքելյան գիտեր, որ երկար չի պաշտոնավարելու, բայց ես կարծում եմ, որ գնահատականը պետք է տալ ժամանակի արդյունավետության առումով։ Այդ մասով կարող եմ ասել, որ բավական արդյունավետ կգնահատեմ, բայց կրկնում եմ, հաստատ կան մարդիկ, ովքեր տարբեր ակնկալիք են ունեցել, տարբեր պատկերացում, երևի թե նրանք կլինեն, այսպես ասած, դատավորը այդ ժամանակաշրջանի իմ աշխատանքի։ Իսկ կա մի որոշում, որի համար զղջում եք այսօր, որ այդ օրերին կայացրել եք այդ ժամանակահատվածում։ Կամ ո՞րն էր ամենածանր որոշումը, լավ հարցն այսպես ձևակերպեմ։ Իրականում շատ
ծանրություն ու դժվարություն եմ ունեցել երբեմն շփվել մարդկանց հետ, ովքեր ծանր կորուստների միջով են անցել, սակայն ծրագրերը ամբողջությամբ չէին կարող բավարարել իրենց պահանջմունքը։ Այդպես առանձին հանդիպումներ էի ունենում մարդկանց հետ, փորձելով բացատրել օրինակ անմիջապես տուն տալը, որը ամենադժվարն էր, եւ բացատրել, որ ժամանակավոր կացարաններ, վարձակալությամբ տուն ունենալը դեռ խնդիր է։ Այսինքն ավելի դժվար էր լսել նրանց ցավի մասին, թե գիտակցել, որ ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր լուծել։ Ահա այդ խնդիրը, որ իրենք բարձրացնում են, որ առկա է, հենց այդ օր լուծել հնարավոր չէ։ Ու նույնիսկ չգիտեմ երբ էր հնարավոր, որովհետև բնակարանային ծրագրեր ունեինք տարիների հարցեր դա, իսկ մարդիկ այդ օրն են այդ խնդրի առջև եւ դու դժվար է բացատրել, որ այսօր դա չի լուծվում է այլ կերպ, որը իրեն չի բավարարում։ Եվ հատկապես ծանր եմ տարել անհատական կորուստներ ունեցող ընտանիքներին այդ այսպես մեսեջները փոխանցել։ Իհարկե մաքսիմալ արել ենք, որ նրանք բավարարված գան, պաշտպանված գան, բայց ես նաև հասկանում եմ նրանց կարիքները ավելին են, քան այդ պահին հնարավորություն կար առաջարկելու, եւ թերևս դա այսպես դժվար զրույցներն ու խոսակցություններն են։ Ինչն եք ամենաշատը կարոտում Արցախից։ Իմ բնակարանը, որը ես վարձակալում էի մի հարգելի արցախցուց։ Որտեղ էր։ Դա Թումանյան թաղամասում էր։ Այդտեղ քայլել է երեկոյան, գիտեք, մոտ է կենտրոնական այդ հատվածին, շատրվաններին, այդտեղ քայլել էի շատ սիրում։ Շատ կարոտում եմ մեր վանքերը։ Իրականում Արցախը ինձ համար 20 թվականից հետո չի առաջացել կամ որպես պատմություն իմը դարձել, այլ Ամարասը, Գանձասարը, Մեսրոբ Մաշտոցը, հայ ժողովրդի բնորան կորցնելու ցավն է ինձ նաև շատ այսպես տանջում եւ պատկերացումն ու մտածմունքը, թե արդյոք երբ մենք կկարողանանք վերականգնվել Արցախի միջոցով։ Ես միշտ ասել եմ, որ այդ ոչ թե ես եմ գնացել Արցախ, որ ուշ տամ ինչ-որ բան անեմ, այլ Արցախն է իմ Արցախ գնալը եւ հենց Արցախը ինձ է ուշ տվել ապրելու, շարունակելու ապրել, որովհետև այդ ցավի միջով ինչ որ մենք անցել ենք որպես ժողովուրդ, ես անհատապես եմ դա զգացել, զգում, որովհետև Արցախի կորուստը ինձ համար դա հայկականության կորստի մաս է։ Եվ այնինչ կատարվում է այսօր Հայաստանում եւ մեր արտաքին քաղաքական ուղղվածություններում, մեր խոսույթում քաղաքական ժողովրդի երբեմն մարդկանց, ովքեր չեն պատկերացնում Արցախի նշանակությունը հայ ժողովրդի համար, ես մեծ ցավ եմ ապրում։ Բայց ես պիտի սովորեմ եւ սովորում եմ այդ ցավը հաղթահարելով նորից վերականգնվել, վերադառնալ կյանք, որ կարողանանք բան փոխել, որովհետեւ մեր հայրենակիցները դեռ գերության մեջ են Բաքվի բանտերում եւ մենք պարտավոր ենք լինել ուժեղ նաեւ նրանց համար, նրանց վերադարձնելու, պարտավոր ենք լինել ուժեղ Հայաստանը ուժեղացնելու համար, որ կարողանանք ոտքի վրա ամուր կանգնած լինել եւ կարողանանք մեզ պաշտպանել ինքներս մենք եւ մեր տեսակը պաշտպանել, հայկականությունը պաշտպանել։ Դրա համար նախ պիտի դառնանք ավելի ամուր ոտքի վրա կանգնած։ Եվ այս խնդիրների ամբողջականությունը ինձ համար իհարկե Արցախը դրա անբաժան մաս է, բայց լուծումն էլ գիտեմ, որ փուլային պիտի լինի, հասկանում եմ, որ մենք պետք է կարողանանք հեռատես լինել, երկարաժամկետ մտածողության այլևս կրող դառնալ, որ կարողանանք պահպանել այն ինչ կա եւ հույս ունենալ, որ մի օր կկարողանանք վերադարձնել այն ինչ ունեինք։ Գերիների հարցը միշտ ձեր ուշադրության կենտրոնում է, մենք տեսնում ենք, որ անընդհատ այդ մասին գրում եք։ Իրականում սա տարբեր առումներով է ինձ համար առաջնահերթություն։ Առաջին հերթին որպես մարդ, որպես ընկեր, որպես հայ մարդ, որպես պետության մարդ, քաղաքական գործիչ եւ այն մարդը, ով ուզում է իր պետությունը դառնա ուժեղ եւ պաշտպանի իր քաղաքացիներին, որովհետեւ այլապես կնշանակի, որ որևէ մեկս պաշտպանված չենք եւ Բաքվում գտնվող հայ գերիները մեր փոխարեն են նաեւ այնտեղ։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ այն հոդվածները, որոնցով նրանք դատապարտված են, կիրառելի է յուրաքանչյուր հայի նկատմամբ, ով մեկ անգամ այցելել է Արցախ, ով մասնակցել է Արցախյան պատերազմին առաջին եւ ուզեցել է որպեսզի կարողանա ապրի իր հողում պաշտպանված։ Ինքնորոշման իրավունքը դա միջազգայինորեն ճանաչված իրավունք է եւ հայ ժողովուրդը ստիպված է եղել այդ իրավունքի համար կռվել, որովհետեւ այն պատճառները,
որոնց համար հայ ժողովուրդը Արցախում ոտքի է կանգնել, ունեցել են նախապատմություն։ Դրա չիմացությունը, դրա նսեմացումը, դրա անտեսումը բերել է այս իրավիճակին։ Եվ մենք որպես ժողովուրդ մեզ պիտի կողքից նայենք ու իմանանք, չի կարող ազգը ունենալ գերության մեջ զավակ ու մոռանալ այդ մասին։ Նշանակում է մենք դեռ աշխարհին ինչպես ենք նայում, այդ ամոթը, որ մեր ճակատին խարանված է, ինչպես ենք մենք դա այսպես դրանով ապրում, եւ որպեսզի մեզ հարգեն աշխարհում, հարգել նշանակում է մեր դեմ չպատերազմեն, մեր տեղը տեսնեն, դա նշանակում է մենք պիտի վերադարձնենք մեր զավակներին, մենք պիտի կարողանանք ցույց տալ աշխարհին, որ այս պետությունը տեր է կանգնելու իր յուրաքանչյուր քաղաքացուն, որտեղ էլ որ նա գտնվի, եւ այդ ժամանակ է քաղաքացին դառնում իր պետության տերը, երբ որ պետությունն է իր տերը, դա փոխադարձ է։ Իսկ այսպիսի բացի թողի վիճակում, երբ որ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության ներսում անգամ անպաշտպան է, եւ այնինչ կատարվում է այսօր մեր երկրի շուրջ մեզ հետ, անընդունելի, եւ հետեւաբար դա պիտի սկսվի հենց ներկերիների վերադարձից, այլ ճանապարհ չկա։ Ինչպես է սկսվում ձեր օրը Արցախում ու ավարտվում։ Իմ աշխատանքային գրաֆիկը առավոտյան, երբ որ սկսվում էր աշխատանքի գնալուց հետո, չէր ավարտում ժամը 6-ին կամ 7-ին, շատ երկար էի միշտ մնում։ Հետո տուն գնալուց հետո էլ նյութեր էի տանում, որպեսզի կարողանամ ավելի արագ գործի մեջ մտնեմ, ծանոթանամ ինչա կատարվել, ինչև այդ ինչ ծրագրեր ա եղել, ինչպես անել եւ այդ ամեն ինչը նաեւ իմանալով, որ երկար ժամանակ չունեմ, ասենց գիշեր-ցերեկ կարդալու շատ նկարներ ունեմ Արաքսյան Գրիգորյանովի ընկերն ինձ հետ եկավ Արցախ ու միասին ինձ նաև շատ օգնեց Արցախում շատ այսպես կադրեր ունի, որտեղ ես այդպես գիշերային մոմիտակ երբեմն լույսեր չէր լինում, մոմիտակ կարդում ընթերցում եմ տանը այդ աշխատանքները եւ իրականում երբ որ ես հիմա կողքից նայում եմ, այդ գրաֆիկով աշխատելը ինքը այդպես նորմալ մարդկային գրաֆիկ չի, բայց ես այն ժամանակ անգամ չէի զգում դա, որովհետեւ այնքան կլանված է իմ աշխատանքով, անելիքի հրատապությամբ եւ կարեւորությամբ, որ ամենևին նաեւ խնդիրներ ունեի, բայց ամենևին դրանք առաջնային չէին կարողանում դառնալ ոչ մի դեպքում։ Եվ այդ առումով նաեւ հաճախ Կիրակի օրերը գալիս էի Հայաստան կապիտի ունենայի տարբեր հարցեր քննարկելու։ Նույն օր եղել է նույն օրը ես վարել եմ Արցախից Երևան, Ստեփանակերտից Երևան, Երևանից Ստեփանակերտ նույն օրում 5 ժամ արդեն այդ ճանապարհների յուրաքանչյուր թուփ, սառ, այսպես փոս ինձ ծանոթ էր եւ այդ ամեն դժվարությունով հանդերձ երանի եմ տալի, որ այդ օրերը հետ գան եւ այդ իհարկե իմ տենց թաքուն երազանքն ու երանելիությունն է, բայց ես չեմ կարող առանց հույսի ապրել եւ այն մարդիկ, ովքեր այնտեղ ինձ առաջին օրին տեսնելուց ասում էին օրինակ խանութ եմ մտել, չեմ մոռանում, հանդիպեցի մի արցախցու, լույս չկար, այդ նոյեմբերի օրերն էր իրականում, այսպես փորձում են ինչ-որ բան առնել երեկոյան սնվելու համար, ասեց Տիկին Թանդիլյան, ճիշտ եմ ճանաչում ձեզ, ասում եմ այո, ես դեռ չէի աշխատում, ասում այո, ասում եմ, ես ինչ եք անում ես մոտ, ասում եմ, եկել եմ տեսնեմ ոնց եք, ասում եմ, եկել եք մեզ հետ գերի մնաք, նոյեմբերի 20-ն էր, 21-ը, ասում եմ, բայց գերի ճանապարհը բաց է, ասում եմ, ամեն պահի կարող են փակել, բոլորս կմնանք այստեղ։ Ու ես այդ խոսքերը բարբերաբար հատկապես շրջափակման ժամանակ սկսում եմ հիշել ու մարդը իմանալով, գիտակցելով այն ինչ այդ պահին շատերը չէին էլ պատկերացնում ինչպես է հնարավոր, խաղաղապահներ են կանգնած եւ այլն, իր կանխատեսմամբ հանդերձ, որ դա հնարավոր է, իր հավատով, որ այդպես չի, որ անհնարին է, դրանով հանդերձ նրանք ընտանիքով վերադառնում են, հասկանալով, որ այդ մի փոքր ճանապարհն է իրենց կապում Մայր Հայաստանի հետ եւ ամեն պահի կարող է դադարել ու որն է տեղի ունեցավ, բայց ամենազարմանալին այն է, որ այդ գիտակցումը ժողովուրդը ունենալով հանդերձ էր վերադառնում։ Այսինքն այդքան սիրել սեփական տունը, հողը, Արցախը ինձ համար ամենաշշմեցնող այսպես նվիրվածություններ սեփական։ Դուք արցախցիների կամքի ու տոկունության մասին հաճախ եք խոսում, որտեղ ինչն է, որ ամենաշատն է տպավորել ձեզ աշխատասիրած մեջ։ Այդ պայմաններում նրանք կարողանում են ինչ-որ բան ստեղծել։ Թեպետ այսպես սոցիալական նախարարությունները, որտեղ աջակցություն, ֆինանսական հազար ու մի հարց պիտի լուծեին, բայց նրանք գնում էին իրենց գյուղական բնակավայրերում նորից հող մշակում, փորձում իրենց ապրուստը ինչ-որ ձևով գտնել, այսինքն հույսն ամբողջությամբ դա չէր եւ ես տեսնում եի, որ նրանց աշխատասիրությունը նորից ստեղծելու, նորից վերականգնվելու ուղղակի զարմանք է առաջացնում եւ ես համոզված եմ, որ
հիմա երբ որ նրանք Հայաստանում են ապրում, վստահ եմ, կասկած չունեմ, ամենք այնտեղ որտեղ ապրում են, կերտում են, նորից են այսպես վերականգնվում եւ այդ կամքի ուժը, որ արցախցիներն ունեն ապրելու, արարելու, շատ եզակի է եւ հենց դա է պահպանելու իրենց տեսակը եւ վարակեն թող մեզ բոլորից ավելի ու ավելի շատ դրանով եւ դա է հնարավորություն տալու երազանք ունենալ։ Հիմա էլ եք չէ, շատ առնչվում։ Այո, իհարկե, ինչքան որ հնարավորություն է, բնական է ոչ այնքան, ինչքան այն ժամանակ, բայց որքան որ հնարավորություն ունեմ, որտեղ որ հնարավորություն է մարդ ընդունելու ինչ որ ձևի, նաև աշխատանքով ապահովելու առաջին հերթին արցախցիներն են։ Ինձ համար պատերազմից հետո պետական կառավարման մեջ լինելը Արցախում բացառապես ծառայության տեսակ էր, բացառապես։ Շատերը այսպես զանգում շնորհավորում էին, ես նույնիսկ չէի հասկանում ինչ կապակցությամբ, ինչ առիթով։ Եվ ես հասկանում եի, որ այսպես դեռ ինչ որ մտածում են նախարար լինելը այդ ինչ որ մի պաշտոն է։ Այսինքն պատերազմից հետո Արցախում աշխատելու յուրաքանչյուր պաշտոնում չէր կարող ու չպիտի ընկալվեր որպես ինչ որ պաշտոնի առաքելություն էր ավելի։ Այո, ավելի շատ առաքելություն եւ այդպեսին եղել է, որ դադարեցի արդեն պաշտոնավարելը, ես նաեւ իմ խոսքում ասացի, որ այո, իմ պաշտոնավարությունն է դադարում, այլ ոչ առաքելությունն է, որովհետեւ ինչպես ասացի ես եւ 100 տուն Արցախում նախագծում եմ եւ բազմաթիվ այլ ծրագրերում, բայց այդ առումով երբեմն ինձ համար տարօրինակ է լինում ընկալել, որ մարդիկ պաշտոնները դեռ շարունակում են դիտել որպես այդպիսին։ Իսկ 20 թվականից հետո ինձ համար կար ընդհանուր անելու բան Արցախի համար, ուրիշ ոչինչ, ամենքը իր տեղում, իր հրամատում, իր պաշտպանության գծում։ Միգուցե այդ հարաբերություններում կարող է ես մի քիչ ավելի իդեալիստական եմ, քան պետք է լինեի, այդ առումով ինչ որ տեսակներ երևույթներ էի տեսնում, որ ինձ համար ընկալելի չի եւ Հայաստանում եւ այնտեղ։ Բայց մեծ հաշվով յուրաքանչյուր ոք իր տեղում իր գործը փորձում էր անել մաքսիմալ լավ։ Ես նաև դա եմ տեսել։ Հետևաբար այնինչ կատարվեց Արցախի հետ արդեն 23 թվականին բացառապես արտաքին քաղաքական որոշումների արդյունք էր, եթե արցախցին հնարավորություն ունենար մնալու էր, ապրելու էր, արարելու էր ու այս վիճակը չէին ունենալու։ Երբ ասում եք, որ պաշտոնավարումս ավարտվեց եւ ոչ առաքելությունս Արցախի համար, այսօր ինչ բովանդակություն ունի այդ առաքելությունը։ Այսօր իհարկե կերպարանափոխվել է, վերափոխվել է, որովհետեւ այնինչ կար այն ժամանակ չկա հիմա, այնինչ կատարվում է հիմա Հայաստանում ուղղակի կապ ունի Արցախի ճակատագրի հետ, քաղաքականությունը, որը վարում է այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը, անդառնալի հետևանքներ է ունենում Արցախի համար կարճաժամկետ հատվածում, աստիճանաբար նաև երկարաժամկետում, երբ որ տեսնում ենք վարվող քաղաքականության այսպես միտումները։ Եվ այս առումով ես դա դժվարությամբ եմ արտաբերում ու ցավով, ես երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում կլինի իշխանություն, որ այսպիսի վերաբերմունք ունենա Արցախի հանդեպ։ Միևնույն ժամանակ ես ամենևին չեմ ասում, որ վաղնևեթ թրերը ձեռքով պիտի գնալ, ես նաև հասկանում եմ Հայաստանի վիճակը, բայց կա աշխատանք, որ դու պիտի անես որպես պատասխանատու իշխանություն, պաշտպանելու հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերը, որը տեսանելի չէ։ Ես չեմ տեսնում որ այդ ուղղությամբ որևէ աշխատանքի արվում, որովհետև ես կարողանում եմ կարդալ ավելին, քան ասվում է, ես կարողանում եմ տեսնել ավելին, քան ցուցադրվում է, շատ տարբեր վերլուծությունների, համադրումների հետևանքով եւ տեղեկատվության։ Եվ ցավալի արձանագրում է դա, որ այսօր դժվար է անել Արցախի համար այն, ինչ կուզեի։ Բայց ինչպես ես իմ խոսքում արդեն ասացի, ես գիտեմ, որ առաջին հերթին պիտի Հայաստանի Հանրապետությունը ուժեղանա, զարգանա այն ուղղությամբ, որը հնարավորություն կտա մեզ պահպանել էլեմենտներ եւ դիվանագիտական նաեւ արսենալ ունենալ, որը պիտի պաշտպանի Արցախցուն իր հայրենիքում ապրելու իրավունքը դարձնելով առաջնահերթություններից մեկը։ Արցախում երբ իրավիճակը օրեցօր ավելի էր լարվում, գիտեք չէ, լավ շատերը չասեն, որոշ մարդիկ դա որպես պատասխանատվությունից հրաժարում որակի գնահատեցին ձեր այս քայլը։ Վերադառնալ Հայաստան։ Այո։
Իրականում ես իհարկե կարող եմ հասկանալ դասողներին, քանի որ տեղեկացվածության ինֆորմացիայի պակաս կա, ես երբ որ եկա աշխատելու, մենք նաև պայմանավորվածություն ունեինք, որ ժամանակավոր կրիզիսային իրավիճակում լուծումներ գտնելու համար է իմ աշխատանքը որպես նախարար, ու դրա համար էլ ասում եմ, դա պաշտոնավարումը ավարտելը չէր նշանակում առաքելություն ավարտել։ Ես դա է հենց որ ցավում եմ, երբ որ մարդիկ մտածում են, որ հենց պաշտոնն է, որ քեզ աշխատելու հնարավորություն է տալիս։ Այդ պաշտոնում ես կրիզիսային խնդիրներին եմ լուծում տվել։ Ես ամենևին լավագույնը եւ ամենայեսիմ ովը չէի, որ պիտի գայի ու ահա ինչ որ բան շրջեի, բայց մենք կարողացել ենք Հայաստանի նախարարի հետ լուծել խնդիրներ, որոնք շատ ճգնաժամային են եւ մենք երկուս էլ այդ կարողությունը որպես աշխատանքային կարողություն ունենք։ Եվ հետեւաբար դրանից հետո երբ որ շատ խնդիրներ էին լուծվել, շատ դրամաբանական եւ նորմալ որ պիտի պաշտոնավարումը այլ մարշ շարունակեր, ես այլ ծրագրեր էի իրականացնում եւ այլ կապերով իմ այլ հնարավորություններ էի ստեղծում Արցախը զարգացնելու համար։ Այսինքն Արցախյան տարիները ազդել են նաեւ ձեր հասարակական քաղաքական հետագա գործունեության վրա։ 20 թվականը ինձ համար ընդհանրապես վերաիմաստավորման շատ բաների այլ կերպ նայելու, քաղաքականության այլ կերպ վերաբերվելու, պաշտոնին այլ կերպ վերաբերվելու հնարավորություն է տվել գոնե այդ իմաստով լավ առումը, որովհետև պաշտոնը կարող է գայթակղիչ լինել, իշխանություն ունենալը գայթակղիչ է, բայց երբ որ դու այն ծառայեցնում ես պետության համար, հայ ժողովրդի համար, մարդու համար, դա ծառայություն է, որը ծանրագույն պատասխանատվությունն է, որ դու գիտակցաբար կրում ես։ Հիմա այդ փուլում ես արեցի այն, ինչի համար որ եկել էի, բայց նաև այլ անելիք կար, ինչպես ես ասացի, բնակարանների խնդիրը կատաստրոֆիկ էր։ Եվ հենց այդ ծրագրին ինձ մեծ ներգրավվածության անհրաժեշտություն կար, քանի որ տիրապետում էի ամբողջ վիճակին, առաջնահերթությունը ով էր, ինչպես արագացնենք շինարարությունը, որը շատ դանդաղ էր ընթանում, հասկանալի պատճառով շինանյութը բերվում տարվում, այսինքն բազմաթիվ խնդիրներ կար եւ ես կարծում եմ, որ դա այդ փուլում արդեն որպես երկրորդ փուլ կարևոր էր բնակարաններ կառուցելը եւ մարդկանց այդ առումով արագացնել այդ տեմպերը։ Եվ ես չեմ դադարել գնալ Արցախ իհարկե դրանից հետո հաճախ եւ այլն, բայց վտանգը կողքից ավելի նկատելի է։ Երբ որ իրականում ես քաղաքական գործիչ եմ, ով որ արդեն Հայաստանում վարվող քաղաքականությունից հասկանում էր, որ սա վտանգավոր է Արցախի համար։ Եվ ես նաև հասկանում եմ, որ բոլոր լուծումները Հայաստանում են Արցախի ճակատագրի ակնհայտորեն։ Եվ ինձ համար քաղաքականություն, ինչպես ասեցի, ծառայության մաս է։ Եվ երբ որ ես արդեն տեսնում էի, որ այլ ճանապարհով է գնում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուղղվածությունը եւ արտաքին քաղաքականությունը Արցախի հարցում, ինձ համար ակնհայտ էր, որ խնդիրները Հայաստանում պիտի լուծվեն, ուրեմն պիտի Հայաստանում փոխվի իրավիճակ, որպեսզի Արցախը կարողանա հայկական մնալ։ Եվ դա է պատճառը նաև, որ ես վերադառնալուն դադարեցրեցի իմ պաշտոնավարումը, եկա Հայաստան, նաև կուսակցություն ստեղծեցի եւ իմ գործընկերոջ հետ հիմնադրեցինք ապրելու երկիրը, որպեսզի կարողանանք քաղաքական փոփոխություն բերել Հայաստանում, որը պիտի ազդեր Արցախի ճակատագրի վրա։ Ցավոք սրտի չհասցրեցինք, ընդամենը 2 տարի անց 23 թվականին այդ իրադարձությունները տեղի ունեցան եւ Ռուբենի հետ մեր համագործակցությունն էլ հենց այդ նպատակով էր 21 թվականի կուսակցություն ստեղծել եւ հետագա գործընկերություն իրականացնել, այսինքն բազմաթիվ էին ծրագրերը այլ ուղղությամբ գնալու մեծ հնարավորություն կար, բայց 23 թվականը եւ Ռուբենի գերեվարությունը ռազմաքաղաքական ղեկավարության այլ քաղաքացիների մեզ հիմա տալիս է մի անելու բան նրանց վերադարձնել։ Արցախում անցկացրած ամենաերջանիկ օրը ձեր։ Ամենաերջանիկ դժվար է հիշել, բայց ես շատ ուրախանում եի, երբ որ գալիս էին Հայաստանից մարդիկ ու այդտեղ մնում ինչով օգնենք, ինչ անենք, այդպիսի օրերը ինձ համար մեծ ոգևորության առիթ էին, որովհետև ես հասկանում էի, որ նաև մեկ հոգու այնտեղ գնալ, մնալը ինչ որ ոգևորություն է առաջացնում, նրանց գալը, առաջարկները շատ երկարաժամկետ ծրագրեր որպես այդպիսին եւ առաջարկում են, առավել եւս ես հասկանում էի, որ հույս է առաջացել մարդկանց մոտ, իսկ որ հույսը կա, նրանք աշխատում են այդ ուղղությամբ ու հավատում են։ Եվ այդ հավատի տեսանելի դարձնելը եւ առարկայական դարձնելը ամենամեծ ուրախությունն է ինձ պարգևում, որովհետեւ այդ ժամանակ շատ խոցելի էր Արցախը եւ յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր ծրագիր, որն իրականացվում էր Արցախում, ամենայն այսպես անկեղծ մղումներով ամենաոգևորիչն էին։ Այսօր երբ փորձում են Արցախի թեման փակված ներկայացնել, շատերը հուսահատվում են։ Դուք որտեղ եք փորձում գտնել այն լույսը, որը մի օր մեզ վերադարձի հնարավորություն կտա։
Արցախցիների մեջ ես համոզված եմ, աշխարհի որ ծայրում նրանք ապրեն, նրանք մնալու են արցախցի, նրանք հավատարիմ են մնալու իրենց հոգու կանչին, իրենց հողի կանչին եւ հնարավորությունը բաց չեն թողելու ճիշտ բան անելու։ Ես համոզված եմ, իհարկե շատ մեծ ցանկությունն է, որ նրանք մնան ապրեն Հայաստանում եւ ի հեճուկս այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության նրանք պիտի մնան, ամրանան որպես համայնք, կապ ունենան իրար հետ, հասկանալով, որ իրենց արցախապատկան լինելն է երաշխիքը այլ հարցեր լուծելու։ Ժամանակը կգա, ես վստահ եմ, որ չի կարող միջազգային իրավունքը, մարդու բնական իրավունքը մեռնել, կարող է հիվանդանալ, ծանր վիճակում լինել, բայց չի կարող մեռնել, եթե դրան տիրություն անող կա։ Իսկ դրան տիրություն անողը արցախցին է, երբ որ մեկին ուզում ես օգնած լինես, քան դեռ նա ում օգնում ես, ինքն իրեն չի օգնում, դու այդ քայլը չես անում, դա շատ բնական է եւ հետեւաբար այո միգուցե շատ մեծ բան է արցախցիներից ակնկալել այդ տոկունությունը եւ հավատարմությունը իրենց արցախցի լինելու առաքելությանը, բայց դա է լուծման ճանապարհը։ Մնացած այդ թվում ես կողքից օգնողներ ենք, թեպետ լիարժեք կրողներ, բայց օգնողներ։ Դրա համար երբ որ արցախցիները իրենց պատկանելությանը հավատարիմ մնան, աշխարհի որ ծայրում էլ լինեն, ուզենան վերադառնալ Արցախ, դա մնալու է օրակարգում, դա դառնալու է անելիք եւ մի օր իրականություն։